Սիրելի բարեկամներ, շարունակվում է մեզ մոտ խաղային երեկոն եւ այսօրվա երկրորդ հանդիպումն ենք միասին դիտելու, որտեղ միմյանց հետ մրցում են Լեռնային Արցախը եւ Բորուսիա Մյունխեն-Գլադբախը, երկու հրաշալի թիմեր մրցելու են միմյանց հետ, տեսնենք ինչպիսի հանդիպում կընթանա ի վերջո։ Եվ տեսնում ենք կենտրոնից խաղը մեկնարկելու են Բորուսիայի տղաները, մրցավարի Սուլիչը կա, խաղը մեկնարկեց։ Հիմա անցնենք թիմերի հայտարարություններին, Լեռնային Արցախ դարպասում է համար 1 Էրիկ Խաչատրյանը, համար 3 Արթուր Աբրամյան, համար 4 Արսեն Ուլուբաբյան, համար 5 Ալեն Սարգսյան, համար 8 Հարութ Մանգասարյան, համար 9 Կամո Մանգասարյան, համար 10 Արսեն Սարգսյանն է թիմի ավագն է, համար 11 Վալերի Բաբայան, համար 17 Արսեն Հարությունյան, համար 20 Ալեքսեյ Գրիգորյան, համար 22 Նիկոլայ Համբարձումյան, համար 23 Տիգրան Համբարձումյան եւ համար 33 Միքայել Արաքելյան եւ համար 77 Արամ Կոստանդյան։ Բորուսիա դարպասում է համար 1 Հայկ Մկրտչյանը, համար 2 Զարմիկ Սարգսյան, համար 3 Արման Մարտիրոսյան, համար 4 Հարութ Թորոսյան, համար 8 Սարգսյան, համար 10 թիմի ավագ Արմեն Խաչատրյան, համար 11 Ռաֆայել Ղազարյան, համար 14 Պետրոս Պողոսյան, համար 49 Անդրեյ Վասարյան եւ համար 77 Արեգ Հովհանյան։ Երկար փոխանցում Սարգսյանի ուղղությամբ, Թորոսյանն է հեռացնում գնդակը։ Արցախն է անցել Բաբայան, թողեց առաջ գնդակը այստեղ Վալերի Բաբայանը, բայց շարունակվում է Արցախի մոտ մնալ գնդակը։ Կոստանդյան և հետ փոխանցում Խաչատրյանի ուղղությամբ։ Սարգսյան, տեսնենք հիմա Արցախի գրով ինչպես կլինի, Սարգսյան լավ փոխանցում հիմա Մանգասարյանի ուղղությամբ և հեռացված է գնդակի ի վերջո։ Պողոսյան, հիմա էլ կավ է Բորուսյան, այստեղ գրոյի, Սարգսյան, խլեց կերքի գնդակը Լեռնային Արցախը, ասավ գնդակը Բաբայանին և նորից Բորուսյան է անցնում գրոյին։ Խախտում Արամ Կոստանդյանի հետ Արամ Կոստանդյանի կողմից Ռաֆայել Ղազարյանի հետ պայքարում խախտեց հայկանները, վտանգավոր դիրքում հիմա Տուգանային է վաստակել Բորուսյան։ Խաչատրյանը և Ղազարյանն են գնդակի մոտ, տեսնենք ով է հարված կատարելու ի վերջո։ Սավարի Սուլիչը կա, կարծես թե Խաչատրյանն է հարվածելու։ Արմեն Խաչատրյան հարված, փակված է այս հարվածի ճանապարհը եւ առաջին անկյունայինը կլինի այս խաղում։ Խաչատրյանն է գնդակի մոտ։ Արմեն Խաչատրյան փոխանցում Տուգանային հրապարակ, չհասավ այս գնդակին Հարութ Թորոսյանը և հարված կլինի Էրիկ Խաչատրյանի պաշտպանած դարպասից։ Կոստանդյան սխալվեց այստեղ Կոստանդյանը։
Խաչատրյան փափուկ փոխանցում եւ հեռացնում է գնդակը հիմա Կոստանդյանը տանգավոր է տեսնում եք Արցախի ուղղանային հատույցներում այլ Սարգսյանը վերջին պահին հեռացրեց գնդակը եւ հիմա էլ հակառակ ուղղությամբ Արցախ տեղակայունային կլինի Դեր խաղարկում են գնդակը Արցախի տղաները, հասավ գնդակը Համբարձումյանին Համբարձումյան և շատ ուժեղ էր ինքնից փոխանցումը Տիգրան Համբարձումյանին հասավ գնդակին Բաբայանը Լեռնային Արցախը մրցաշարում ապարտելի է 5 խաղ, 5 հաղթանակ, 15 միավորով 4 հորիզոնականն են զբաղեցնում Շատ լավ են մեկնարկել այս մրցաշարը բայց շատ հետ չէ նրանցից Օրուսյան 6 խաղից հաստակել են 13 միավոր և 8-րդ հորիզոնականում են գտնվում Այսօր բացակայում է տեսնում ենք Լեռնային Արցախի լավագույն խմբարկում Ռոնալդ Մելքումյանը խփել է 12 գնդակ այս մրցաշարում Մելքումյանը Ռուսիայի խմբարկունել է Տեսնում ենք չկա այսօր հայտարարում Սևակ Մանուչարյանը 3 գոլ է ունեցել փոփոխություն է հիմա լինելու Ռուսիայի կազմում Մեկնարկային 5-6 րոպեները անցան Արեկամներ դեռ մեզ մոտ հաշիվը բացված չէ վտանգավոր պահեր տեսնում ենք դեռ չկան երկու թիմերն են միմյանց դեռ ուսումնասիրում են Սխալ փոխանցում տեսանք Անգասարյանից և հարվածը չստացվեց Ղազարյանին Աբայան լավ փոխանցում Համբարձումյանի ուղղությամբ, բայց մի փոքր ուժեղ էր այս փոխանցումը Համբարձումյանի համար Այլ կարող է գրոյել Ղազարյան Վալերի Բաբայանը 2-11 համարների պայքար էր խաղադաշտում Եվ շահանակում է հանդիպումը Բորուսյանը կրկին գնդակով հրաշալի փոխանցում Ղազարյանից հարված Խաչատրյանը փրկեց հարված և գոլ հանդիպման հաշիվը բացված է մեզ մոտ 1-0
Տասերորդ րոպե 1-0 Հրաչյա Սարգսյանը հանդիպման հաշիվը բացում է մեզ մոտ բարեկամներ, Բորուսյան առաջ է անցնում հաշվի մեջ, մինչև գոլը ուղղակի փայլուն փոխանցում տեսանք Ղազարյանից, կարծես թե Պողոսյանին, Պողոսյանի հարվածից հետո փրկեց իր թիմի Խաչատրյանը, երկրորդ փորձով էլ հեռար հարվածով գնդակ ուղարկեց Խաչատրյանի դարպասը Հրաչյա Սարգսյանը և հիմա տեսնենք պարտվում են արդեն Արցախի տղաները այս խաղում, տեսնենք նրանք առաջարկել Բորուսյային, Սարգսյան, հեռացված է գնդակը, շարունակվում է Բորուսյայի մոտ գնդակը, Հովանյան փոխանցում հետ Սարգսյանին, երկար փոխանցում և Խաչատրյանն ուներ այս գնդակը երկար նետում Մանգասարյանի ուղղությամբ Խաչատրյան երկար փոխանցում և եզրային նետումը Արցախին է լինելու Արագ կորցրեց գնդակի Լեռնային Արցախը Խաղարկումներ փոխեցին հիմա գրոհի եզրը Բորուսիայի տղաները Սարգսյան, լավ նկատեց հիմա Պողոսյանին, երկար փոխանցում ուժեղ էր այս փոխանցումը մի փոքր Պետրոս Պողոսյանի շատ լավ գրոհ կազմակերպեցին տեսնում ենք Բորուսիայի ֆուտբոլիստները Տեսնում ենք դժվարություն է այստեղ բախվել Բորուսյան, ներողություն Արցախը իրենց պաշտպանությունից դուրս գալու և ստացվեց այս պրեսինգը Բորուսիայի, խլեցին նրանք գնդակը դեռ տեսնում ենք առավելություն ունեն նրանք այս խաղում շատ լավ են խաղադաշտում տեղակայվում ամբողջ ֆուտբոլիստները Բորուսիային Սյան լավ փոխանցում Ղազարյանի ուղղությամբ, Ռաֆայել Ղազարյան, լավ նկատեց այնտեղ Պողոսյանին արված և մի փոքր շեղ է Պետրոս Պողոսյանի արվածը, տեսնում ենք, որ հրաշալի են ուղղակի ստացվում այսօր նրանց գրոհները Այստեղ է սխալ փոխանցում Մանգասարյանի կողմից կրկին փոփոխություն է տեղի ունենալու Բորուսիայի կազմում Բաբայան և Գախտում Վալերի Բաբայանի և պայքարում Քաղաքից հիմա գնդակը Բաբայանը Բաբայան մտավ կենտրոն Քաղաքինները Սարգսյան Սարգսյան փափուկ փոխանցում, բայց անհաջող էր այս փոխանցումը Սարգսյանին
երկար փոխանցում Ղազարյանի ուղղությամբ Հովանյանը պահեց գնդակի իր մոտ, նորից Ղազարյան, լավ խաղարկումներ ենք տեսնում Բորուսիայի ֆուտբոլիստների կողմից Պողոսյան և խլեց գնդակ հիմա Բաբայանը և նետվում է հակագրոհի Լեռնային Արցախը, Վալերի Բաբայան շարժվում է առաջ, Բաբայան հրաշալի կերպով փակեց այստեղ Վալերի Բաբայանին Գառնիկ Սարգսյանը և անկյունային միայն վաստակեց Լեռնային Արցախը այս դրվագում Արսիկ Սարգսյան, տեսնենք, փոխանցում Դուգանային հրապարակ, Բաբայան արվածը շեղեց Վալերի Բաբայանին Շրջան լավ նկատեց կենտրոնում հիմա Սարգսյանին, նետվել է գրոհի Բորուսյան, Սարգսյան արված և Խաչատրյանն է փրկում հիմա իր թիմին ինչպիսի գրոհ կազմակերպեցին կրկին Բորուսիայի տղաները այսօր տեսնում են կենտրոնում մի փոքր կաղում են Լեռնային Արցախի տղաները Ֆանցում Խաչատրյանը որսած գնդակ և կարող է արագ հիմա նետվել գրոհի, շտապեց Խաչատրյանը այստեղ Լավ փոխանցում Ղազարյան անցավ մեկ ֆուտբոլիստի Ռաֆայել Ղազարյան, տեսնենք Ղազարյան, նորից Ղազարյան, ինչ է անում Ղազարյանը, փոխանցում Խաչատրյան և Բարձր էր կարծես թե հարվածը Խաչատրյանի, բայց անդրադարձ եղավ հիմա տեսնում ենք Լեռնային Արցախի ֆուտբոլիստից անկյունային կլինի Արցախի դարպասին շատ վտանգավոր է նորից ինչ է անում այսօր ուղղակի Ռաֆայել Ղազարյանը Խանցում հեռացված է գնդակը Կարող է հակագրոհել այստեղ Արցախը, Սարգսյան փոխանցում Ռոստանդյանին, բայց Հովանյանն է գնդակի տերը Նորից հրաշալի գործում Բորուսիայի տղաները, Խաչատրյան փոխեց գրոհի եզրը, Ղազարյան ընթացքից հարված կարող էր լինել, բայց փախավ ոտքից Գնդակը Ռաֆայել Ղազարյանին Այլ Արցախն է անցել գրոհի Եվ հիմա վտանգավոր կարող լինել, բայց վերջին պահին Մկրտչյանը որսած գնդակը Նորից կենտրոնում տեսնում ենք հաջող են գործում Բորուսիայի տղաները Խաչատրյան սխալվեց հիմա էլ Խաչատրյանը, Բաբայան փոխանցում Սարգսյանին, Սարգսյան արված և գոլ, հավասարեցված է հանդիպման հաշիվը Արսեն Սարգսյան 1-1 Արսեն Սարգսյան 1-1 հավասարեցված է հանդիպման հաշիվը սիրելի ֆուտբոլասերներ, փայլուն գոլերին է դարձավ Սարգսյանը, երրորդ գոլը այս մրցաշարում Լեռնային Արցախի հավաքի, հիմա Բորուսյան շատ արագ անցել է գրոհի և փորձում է նորից հաշվի մեջ առաջ անցնել
Երեսունհինգերորդ գնդակներ Լեռնային Արցախի կազմում Արսեն Սարգսյանին Նա երորդ Ռամբարկում թիմում ամենաշատը Արցախի կազմում աչքի են կանում Անգասարյանը Հավատանգալ կա ստացվել Մկրտչյան Տեսնենք Թորոսյան և վտանգավոր է հիմա տեսնում ենք Ռուսիայի դուգանայինների մատույցներում դարպասածողին դիպավ այնտեղ գնդակը Կրկին Արցախն է գնդակով Երվից հարված Բաբայանն մի փոքր շեղ էր Վալերի Բաբայանի հարվածը շատ վտանգավոր էր հիմա տեսնում ենք այս գրողները Լեռնային Արցախի Վերջին 5 րոպեները մնացին հիշեցնեմ Առաջին կեսի ավարտին 1-1 է հաշիվը հետաքրքիր խաղ է ընթանում Դժվարությամբ է տեսնում ենք գալիս պաշտպանությունից Ֆորուսյան Ղազարյան և Սարգսյանն այստեղ լավ գործում պաշտպանությունում Սարգսյան կենտրոնն է Արսեն Սարգսյանը թողել գնդակը Մյուս Սարգսյանին Եվ հիմա չեն շտապում տեսնում ենք Լեռնային Արցախի տղաները Խաչատրյան երկար փոխանցում Անգասարյանի ուղղությամբ և չհասավ այս գնդակին կամում Անգասարյանը Նորից Արցախն է անցել վիոին Ամբարձումյան երկար փոխանցում կենտրոն հեռացված է գնդակը և հիմա կարող է հակագրող կառուցել Ֆորուսյան Սարգսյանի անցումը չստացվեց Նա վտանգավոր կարող լինել Լրաչյա Սարգսյանը արված և փրկեց իր թիմին Էրիկ Խաչատրյանը Հիմա անաջող գործեց այս իրավիճակում Ալեն Սարգսյանը հետ փոխանցում կատարելիս և փրկվեց Լեռնային Արցախի վերջո անկյունային վաստակեց Ֆորուսյան այս դրվագից հետո Ռաֆայել Ղազարյանն է վերցրել գնդակը Տեսնենք Ռաֆայել Ղազարյան փոխանցում Տուգանային հրապարակ վտանգավոր կարող է ստացվել բայց Կոստանդյանն է մի փոքր առաջ ուղարկում գնդակը Թորոսյան Նորից եկավ գնդակը Ղազարյանին տեսնենք Ռաֆայել Ղազարյան փոխանցում Սարգսյան արված նորից Խաչատրյան փայլուն սեյվի հեղինակ դարձավ Էրիկ Խաչատրյանը կրկին նորից Սարգսյանը Արված կատարեց նորից Խաչատրյանը փրկեց իր թիմին Նորից անկյունային տեսնենք Ղազարյան Խանցում Խաչատրյանն է ռուսներով հեռացնում գնդակը բայց եզրային նետումը Լեռնային Արցախինն է լինելու Արագ հակեցին գնդակը Սարգսյան և նորից եզրային նետում
Այստեղ էլ Սարգսյանը հաջող գործեց պաշտպանությունում, տեսնում ենք այսօր խաղադաշտում շատ են Սարգսյան ազգանվամբ ֆուտբոլիստները Վերջին րոպեն է մեզ մոտ արդեն առաջին կեսի Եվ վերջ բարեկամներ ոչ մի րոպե չավելացրեց խաղի մրցավարը առաջին կեսի համար դադարներ չկային առաջին խաղակեսը ավարտվեց մեզ մոտ 1-1 հաշվով հիմա ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից Բարեկամներ վերադարձանք երկրորդ խաղակեսը մեզ մոտ մեկնարկեց եւ առաջին կեսից հետո հավասար է հաշիվը 1-1 Երկու թիմերից էլ աչքի են ընկել Սարգսյան ազգանվան ֆուտբոլիստներ Բորուսիայից Հրաչյա Սարգսյանը Արցախից Արսեն Սարգսյանը Տեսնենք հիմա երկրորդ խաղակեսը ինչպես կանցկացնեն երկու թիմերը հիմա արագ վերհիշենք Թիմերի հայտարարությունները Լեռնային Արցախ դարպասում է Էրիկ Խաչատրյանը, Արթուր Աբրամյան, Արսեն Ուրբաբյան, Ալեն Սարգսյան, Հարութ Մանգասարյան, Կամո Մանգասարյան, Արսեն Սարգսյան, Վալերի Բաբայան, Արսեն Հարությունյան, Ալեքսեյ Գրիգորյան, Նիկոլայ Համբարձումյան, Տիգրան Համբարձումյան, Միքայել Արաքելյան եւ Արամ Կոստանդյան Բորուսիա դարպասում է Այկ Մկրտչյանը, Գառնիկ Սարգսյան, Հարութ Թորոսյան, Արման Մարտիրոսյան, հիմա Բորուսյան էր գրում եւ վերսեց գնդակը Խաչատրյանը, Հրաչյա Սարգսյան, Արմեն Խաչատրյան, Ռաֆայել Ղազարյան, Պետրոս Պողոսյան, Անդրանիկ Վարսեգյան եւ Արեգ Հովանյան։ Հիմա Լեռնային Արցախն է անցել գրոյի, տանգao կարող է լինել Կոստանդյանի։ Փոխանցումից հետո ոչ ոք չկարողացավ եզրափակել այդ փոխանցումը, հիմա կարող է արագ գրոյի անցնել Բորուսյան։ Խաչատրյան մի փոքր լավ փոխանցում չկատարեց այստեղ Անդրանիկ Վարսեգյանը Ասեն պետք չի գծավ Փոխանցում անցավ վերմակը Բորուսիային Հովանյան Բորուսիա շարժում է առաջ Հարութ Թորոսյանը Լավ նկատեց կենտրոնում հիմա Սարգսյանը Պողոսյանին Հովանյան, լավ խարկումներ, տեսնենք հարված Փրկեց իր թիմին կրկին Խաչատրյանը Պետրոս Պողոսյանի հարվածից հետո Էջ պայքար է խաղադաշտում և խլեց կրկին գնդակը Բորուսյան, Խաչատրյան, փափուկ փոխանցում Բարսեղյան Լավ էր նկատել այնտեղ Խաչատրյանը Բարսեղյանին, բայց վերջինս չկարողացավ հարված կատարել Տեսնում ենք, ակտիվ են մեկնարկել այս խաղակեսը Բորուսիայի տղաները Դաթը տեսնում ենք այստեղ և կշարունակվի հանդիպումը Տորոսյան աղտում էր այդ պայքարում
Փոխանցում Սարգսյանի ուղղությամբ փոքր թույլ լփվեց այստեղ Սարգսյանը գնդակին եւ շեղեց հարվածի ուղղությունը, բայց փրկեց իր թիմի նորից Խաչատրյանը, հիմա էլ Արցախն է անցել գրոյի Բաբայան Սարգսյանին նորից Բաբայան եւ հետ փոխանցում մինչեւ դարպասապահ Էրիկ Խաչատրյանը Լուբաբյան մտավ կենտրոն եւ խաղանկերներ է փնտրում անցավ գնդակը Բաբայանին Բաբայան տեսնում եք շոշ տապում նախ Արցախի տղաները եւ Հանաջող է փոխանցում ի վերջո Վալերի Բաբայանին Փոփոխություն ները տեղի ունենում Լեռնային Արցախի կազմում Բորուսյան վերջին խաղը անցկացրեց Ռադիսի հետ եւ ծանր պայքարում ցավով պարտություն կրեցին Բորուսիայի ֆուտբոլիստները 2-3 հաշվով Բոլարատ հանդիպում էր այնտեղ Բորուսիայից աչքի ընկավ այդ խաղում Անդրանիկ Ադամյանը եւ Ռաֆայել Ղազարյանը իսկ Լեռնային Արցախի իր վերջին հանդիպումը անցկացրեց Մանչեսթեր Սիթի հետ եւ խոշոր հաշվով հաղթանակի հասավ Այստեղ խախտում է նկատվել Ղազարյանի հետ պայքարում, տեսնենք այս ստանդարտը Բորուսիայի ինչպես խաղարկեն Բորուսիայի ֆուտբոլիստները Խաչատրյանն է գնդակի մոտ Խաչատրյան փափուկ փոխանցում Կոստանդյան հեռացրեց գնդակը արված Անդրանիկ Բարսեղյանը ընթացքից արված կատարեց բայց շեղ էր վերջինիս արվածը Կոստանդյան եւ Ախտուն կարծես թե Արամ Կոստանդյանի հետ պայքարում Օտածածկին է Արամ Կոստանդյանը տեսնում ենք Բայց կանգնեց Լեռնային Արցախի ֆուտբոլիստը խախտում չկա անցավ գնդակը նորից Բորուսիային Հարաքլեց գնդակը Լեռնային Արցախը Կոստանդյան Սարգսյան լավ փոխանցում արված եւ վերջին պահին հիմա Արուք Թորոսյանն է գծի վրայից հեռացնում գնդակը Տիգրան Համբարձումյանը արված կատարեց տեսնում ենք վերջին պահին եւ անկյունային է վաստակել Լեռնային Արցախը
Արսեն Սարգսյան փոխանցում Տուգանային հրապարակ եւ Կամո Մանգասարյանի հարվածը մի փոքր շեղությամբ ընթացավ Արագ խլեց հիմա գնդակ այստեղ Լեռնային Արցախը Շատյան երկար փոխանցում Սարգսյանի ուղղությամբ Արսեն Սարգսյան Եվ եզրային նետոն վաստակեց Լեռնային Արցախը Սարգսյան երվից փորձ Ստացվեց Սարգսյանի հարվածը, բայց նորից գնդակը Արցախին է լինելու Հեռացված է գնդակը Բայց այստեղ համար պայքարում Պարսեղյանը պայեց գնդակի թիմի մոտ և կարող է հակագրել Բորուսյան Ղազարյան առաջ թողեց գնդակը այստեղ Ղազարյանը ոչ, Պողոսյանն է ներողություն զարքիրում հայտնվեին, այլ Արցախն է անցել գրոյի Մանգասարյան փոխանցում Կոստանդյանին, Արամ Կոստանդյան, Մանգասարյան, արվածը փակված է Կամո Մանգասարյանին Եվ հիմա տեսնում ենք Կենտրոնից մինչև գնդակը հասավ Լեռնային Արցախի Տուգանայիններ և անկյունային է վաստակել Բորուսյան Չեքրեն փոխանցում Տուգանային հրապա Շան 10 շոքով կախեց 10 զանգի, մինչև եկար 1 դարած Շահանակվում է բարեկամներ հանդիպումը և միջնամասն է երկրորդ խաղակեսի մեզ մոտ դեռ այս խաղակեսում տեսնում ենք գոլեր չկան Հավասար պայքար է կրկին դաշտում Լեռնային Արցախն է անցել գրոյի փոխանցում լավ փոխանցում հիմա Սարգսյանից Կոստանդյանի ուղղությամբ բայց հարվածը չկայացավ Արամ Կոստանդյանին Խլեցին Սարգսյանից գնդակը բայց այստեղ էլ Բաբայանն է լավ գործում պաշտպանությունում Խախտում հիմա տեսնում ենք տեղի ունեցավ բայց տեսնում ենք Բաբայանը խոտածածկին է հայտնվել Տեսնում ենք դժվարությամբ կանգնում է Վալերի Բաբայանը և հադաշտը լքում Ինչև է, հիմա տեսնենք այս Տուգանայինը Բորուսիայի ինչպես կիրացնեն
մրցավարի սուլիչը կա, տեսնենք։ Հարկեցին գնդակը, Ղազարյան արված և երացված է գնդակը ի վերջո։ Մխլեց գնդակը այստեղ Լեռնային Արցախի ֆուտբոլիստը, բայց թույլ էր հարված է ի վերջո։ Տեսնում ենք։ Այս փոխանցումն էլ անհաջող ստացվեց ի վերջո։ Սարգսյան վտանգավ կարող լինել, ընթացքից հարվածը փակված է, Կոստանդյան հարված նորից փակեցին այս հարվածի ճանապարհը, հիմա ձեռքով խաղ են պահանջում Արցախի ֆուտբոլիստները խաղի մրցավարից, բայց հիմա կարող է հակագրել Բորուսյան, փոխանցում, հարված և Խաչատրյանը փրկեց իր թիմին, տեսնում ենք։ Այլ արագ նետեց գնդակը Խաչատրյանը, Լեռնային Արցախը անցնում է գրոյի, արված Մանգասարյան, բայց ուսումնասիրելու է հիմա տեսնում ենք խաղի մրցավարը։ Տեսնում ենք բարեկամներ, խաղի մրցավարը իր որոշումը կայացրեց և ոչինչ չկար վերջին դրվագում, զգուշացվում է հիմա էլ վիճելու համար Արսեն Սարգսյանը, շարունակվելու է հանդիպումը, ձեռքով խաղ չկար։ Ի վերջո այստեղ էլ կենտրոնում խաղթում, Պողոսյանի հետ պայքարում։ Մխլեց գնդակը այստեղ Կոստանդյանը, կարող է նետվել գրոյի Արցախը, Սարգսյան արված և դարպասաձողը փրկեց հիմա Բորուսյային, ինչպիսի վտանգավոր գրոհ տեսանք Լեռնային Արցախի տղաների կողմից և Արսեն Սարգսյանի ուշքին արվածը տեսանք, փրկվեց Բորուսյան, բայց անկյունային է տեսնում ենք վաստակել այս դրվագից հետո Լեռնային Արցախը, փոխանցում Հովանյանը հեռացրեց գնդակը և այստեղ էլ Ղազարյանը խախտեց խաղի կանոնները։ Տեսնենք այս ստանդարտը Լեռնային Արցախի։ Տեսնենք հիմա Արսեն Սարգսյանն է գնդակի մոտ։ Հիշեցնեմ, վերջին 5 րոպեներն են մեզ մնացել հանդիպման ավարտին, մրցավարի սուլիչը կա, Արսեն Սարգսյան, հարված և բարձր է ի վերջո հարվածը Սարգսյանին։ Հակավ Մանգասարյանը այստեղ։
Տեսնում ենք մրցավարը ի վերջո խախտումը նշանակել է եւ այս անգամ ավելի մոտ դիրքից Տուգանային, նորից Սարգսյանն է գնդակի մոտ, նորից վտանգավոր է, տեսնում ենք ստացվելու, տեսնենք մրցավարի սուլիչը կա, Արսեն Սարգսյան, արված և ֆանտաստիկ գոլ հեղինակ է հիմա դառնում Արսեն Սարգսյանը և հաշվի մեջ առաջ է անցնում Լեռնային Արցախը։ Արսեն Սարգսյան 2-1 դուբլի հեղինակ է դառնում Լեռնային Արցախի ավագը եւ այս խաղում առաջին անգամ հաշվի մեջ առաջ անցավ Լեռնային Արցախը Տուգանայինից ուղակի հրաշալի գոլ հեղինակ դարձավ հիմա Արսեն Սարգսյանը եւ արդեն պարտվողի կարգավիճակում են հայտնվել Բորուսիայի ֆուտբոլիստները, տեսնենք ինչով նրանք կպատասխանեն։ Վերջին րոպեներն են մեզ մոտ, շատ քիչ ժամանակ է մնացել, նորից Արցախը անցավ գրոյի։ Ոստանդյան, խանցում պրկեց իր թիմին Մկրչյանը, հրվից կրակոց հիմա էլ պակված է այս բարվածի ճանապարը, բայց եզրային նետում կարծես թե վաստակեց Լեռնային Արցախը։ Եվ կահվածավ հիմա անկյունային վաստակել Լեռնային Արցախը։ Սարգսյան խաղարկեց գնդակը Մանգասարյանի հետ։ Փոխանցում Հարությունյանին։ Եվ մինչև գնդակը հասավ Խաչատրյանը։ Խաչատրյան երկար փոխանցում։ Եվ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, հիմա արագ տեսնում ենք, խաղարկում են գնդակը Բորուսիայի տղաները, նրանք արդեն պարտվում են, շտապելու են այս րոպեների ընթացքում և փորձելու են հավասարեցնել հանդիպան հաշիվը։ Դեռ չեն կարողանում նրանք դուրս գալ իրենց կիսադաշտից, տեսնենք։ Անհաջող գործողություն տեսնենք Սազարյանից։ Այստեղ էլ խախտում և հիմա էլ կզգուշացվի Հարութ Թորոսյանը դեղին քարտով։ Տեսնենք այս ստանդարտը, Սարգսյան փոխանցում Մանգասարյանին, կամո Մանգասարյան, արված շատ վտանգավոր էր, հիմա տեսնում ենք Մանգասարյանի արվածը և վերջին պահին այնտեղ անդրադարձ։ Ի վերջո կրկին անկյունային շատ վտանգավոր են, տեսնում ենք այս ստանդարտները Լեռնային Արցախի այսօր։ Մենք խաղարկեցին նորից անկյունային, այստեղ ժամանակ հիմա ձգեն մի փոքր Արցախի տղաները, բայց արագ վերադարձեց գնդակը Բորուսյան և շարունակում է հիմա Բորուսիայի գրո փոխանցում վտանգավոր կարող է ստացվել Ղազարյան այստեղ կենտրոնում։
Խոտացած կին է հայտնվել հիմա։ Տեսնենք հիմա ինչ տեղի ունեցավ այստեղ, կարծես թե վիճաբանական Ռիվակ Սերյան և խաղթում Ղազարյանի Մել տեղին կարտոֆ զգուշացվի Նիկոլայ Ամբարձումյանը Ղազարյանն է հենց վերցրել գնդակը, տեսնենք շատ լարված վերջաբան է մեզ մոտ տեսնում ենք, մրցավարի սուլիչը կա, Ռաֆայել Ղազարյան, արված սուղիղ, պատին հարվածեց Ղազարյանը Խլեց գնդակ այստեղ Համբարձումյանը, Կոստանջյանը արված շեղեր, արվածը և վերջ բարեկամներ, հանդիպումն ավարտված է կամային աղթանակ տարավ Լեռնային Արցախը Բորուսիայի նկատմամբ 2-1 հաշվով և այսօր էլ աղթանակ են տանում նրանք 6-րդ անընդմեջ հաղթանակը այս մրցաշարում, հերթական 3 միավորն են վաստակում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Այսօրվա համար այսքանն էինք պատրաստել, հարգելի բարեկամներ, ձեզ համար բարի գիշեր և ամենայն բարիք